Բարեկալուս նյուզեմ, այս պահին կզրուցեմ Արցախի նախկին արտգործնախարար արտակարգ եւ լիազոր դեսպան Կարեն Միրզոյանի հետ, պարոն Միրզոյան, շնորհակալություն, որ ժամանակ գտաք զրուցելու համար։ Ադրբեջանի նախագահը 3 նորից հերթական նախապայմաններն էր կրկնում խաղաղության պայմանագրի ստորագրման համար եւ մի ուշագրավ ձևակերպում արեց, ասաց, քանի դեռ Հայաստանը այդ պայմանները չի կատարել, ռազմական դիմակայության վտանգը միշտ էլ պահպանվելու է եւ ընդհանուր ելույթի տրամաբանությունն այն էր, թեև Հայաստանը շարունակում է սպառնալիք ներկայացնել եւ իրենք դրամար պատրաստ են ցանկացած պահի դիմել վճռական գործողությունների։ Ալիևի հայտարարություններն ընդհանրապես եւ ներկա պահին տեղի ունեցող գործընթացները ինչ են հուշում ընդհանրապես Ադրբեջանը ինչ որ նոր սցենարի է պատրաստում հաշվի առնելով նաեւ սահմանային վիճակը։ Չեմ կարծում, որ նախ շնորհակալություն տաղավար հրավիրելու համար, չեմ կարծում, որ Իլհամ Ալիևը ինչ-որ մի նոր սցենար է պատրաստում, դա նույն սցենարի շարունակությունն է, այսինքն Ադրբեջանը շարունակում է ռազմական ուժի կիրառման սպառնալիքով, փորձել Հայաստանից կորզել հավելյալ զիջումներ։ Դա ակնհայտ է, երեք, ինչպես դուք նշեցիք, նա այդ միտքը փոքր այլ ձև հնչեցրեց, բայց նաև ավելացրեց, որ եթե չեմ սխալվում, գնդակը Հայաստանի դաշտում է, նման մի արտահայտություն օգտագործեց, այստեղ շատ հետաքրքիր է, որ այդ արտահայտությունը մենք սովորաբար սովոր ենք լսել ֆուտբոլային դիվանագիտության շրջանում, հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում, կարծում պատահաբար չէ, որ հենց այդ տերմինն ենք ընտրել, խոսելով գնդակի մասին, ակնհայտ է, որ Ադրբեջանը չի հրաժարվում իր մաքսիմալիստական պահանջներից, իսկ պահանջը, այսինքն նպատակը Ադրբեջանի Հայաստանի մաքսիմալ չեզոքացումն է իր եւ Թուրքիայի տարածաշրջանային արբանյակի վերացումը։ Այդ նպատակով օգտագործում են բոլոր հնարավոր եւ անհնարին միջոցները։ Այս պայդրությամբ, այսինքն անդադ ապատեղեկատվությունները, որ իբրև հայկական կողմը հրադադարը խախտում է, նաև երբեմն ժամանակ առ ժամանակ գյուղերի ուղղությամբ կրակոցները, այդ թվում թիրախային, պարզապես այդ նոր զիջումները կորզելու եւ նաև հասարակության վրա հոգեբանորեն ներազդելու նպատակ ունի միայն, թե գուցե հարմար պահի նաև ռազմական ներխուժման սցենարին են պատրաստվում։ Դրա հավանականությունը որքանով եք բարձր համարում։ Նայեք, իմ խորին համոզմամբ, երբ որ ասում են պատերազմի սպառնալիք կա եւ բան, դա մի քիչ սխալ արտահայտություն է, որտեղ իրական պատերազմը գնում է։ Պատերազմը չի դադարել, ուղղակի պատերազմը ոչ թե սովորական պատերազմ է, որը մենք պատկերացնում ենք կրակոցներով, մեծաթիվ զոհերով, դաշնություններով, այլ հիբրիդային պատերազմ է, որը այսօր շատ տարածված պատերազմի տեսակ է եւ աշխարհի բազմաթիվ երկրներ հենց այդ եղանակով են իրենց նպատակներին հասնում։ Դա հիբրիդային պատերազմ է, որի ընթացքում օգտագործվում են բազմազան տարաբնույթ միջոցներ, այդ թվում չի բացառում նաև, այսպես ասած, հարթ ռազմական միլիտարի միջոցների կիրառումը։ Որոշ առումով Իլհամ Ալիևը իրավացի է, հայտարարելով, որ ռազմական գործողությունների հավանականություն կա, ուղղակի խորամանկություն է անում, փորձելով այդ գործողությունների պատասխանատվությունը դնել Հայաստանի վրա։ Իրոք այսօր առավել քան երբևէ ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը բարձր է, դրա վկայությունն է ոչ միայն, ասենք թե Իլհամ Ալիևի եւ իր տարաբնույթ օգնականների, նախարարների հայտարարությունները, այլ թեկուզ այն փաստը, որ Ադրբեջանը շարունակում է սպառազինության գնումը, ամեն շաբաթ թռիչքներ, որում ըստ օբյեկտիվ տվյալների, ծավալները գնալով աճում են, կարող են դատել նույնիսկ թռիչքների հաճախականությունից, ավելին հենց նոր կարծեմ թե ավարտվեց հատուկ ջոկատայինների զորավարժությունը ադրբեջանական, որի սցենարը շատ հետաքրքիր է, թշնամու առաջնագծի ականազերծում, ճեղքում եւ արտական դիրքերի գրամ եւ թիկունքում գործողություններ։ Հիշեցնեմ, որ մոտավորապես նույն սցենարով զորավարժություններ անցկացվել են նաեւ 20 թվականի սեպտեմբերին, անմիջապես պատերազմի նախօրեին, Այդ ամենը դրան գումարած բավականին անկայուն եւ անհասկանալի իրավիճակը ողջ տարածաշրջանում իրոք կարող է պարարթող ստեղծել ռազմական գործողությունների վերսկսման համար։ Եվ այս առումով շատ հրատապ է դառնում այն հարցը, թե ինչ են անում մեր իշխանությունները այդ հնարավոր վտանգը
վնասազերծելու, չեզոքացնելու համար։ Կարծում եմ մենք պետք է հիմնականում դրա մասին խոսենք։ Եվ որոնք են այդ մեթոդները, ռեալ Հայաստանը ինչ քայլերի միջոցով կարող է զսպել հնարավոր սպառնալիք, եթե Ադրբեջանը փորձի, այսպես ասած, լեզու գտնել տարբեր խաղացողների հետ, որպեսզի կարողանա գնալ նման գործողության։ Գիտեք, որևէ գաղտնի մեթոդ չկա։ Հետևողական աշխատանք, շահերի, քո սեփական շահերի պաշտպանություն, այլ ոչ թե այս կամ այն ուժի բևեռի շահերի սպասարկում, հա, սեփական բանակի անվտանգային համակարգի ամրապնդում, հասարակության մեջ բաժանարար գծերի, այսինքն ատելության վերացում։ Շատ պարզ հեշտ մեթոդներ են։ Մենք հիմա տարածաշրջանային իրավիճակին անցնենք, ինչի մասին արդեն փոքր-ինչ խոսեցիք։ Մի կողմից Իրանի շուրջ է իրավիճակը գնալով լարվում, շաբաթ օրը Օմանում Ամերիկայի եւ Իրանի ներկայացուցիչների միջև բանակցություններ են լինելու, եւ Թրամփը անընդհատ դրանից առաջ, այդ թվում մի քանի ժամ առաջ, սպառնում է, ասելով, որ եթե միջուկային ծրագիրը չդադարեցվի, իրենք ստիպված կլինեն ռմբակոծել Իրանի միջուկային օբյեկտները, այդ թվում շեշտելով, որ այդ ռազմական գործողության մեջ առանցքային դեր է խաղալու Իսրայելը։ Իսկ Նեթանյահուի կողմից վերջին հայտարարությունները հենց դրան էին տանում, անդադ Իսրայելը փորձում է Միացյալ Նահանգներին մղել այդ քայլին։ Մյուս կողմից էլ Ուկրաինայում դեռ հակամարտությունը շարունակվում է, այսինքն ամերիկա-ռուսական բանակցությունները ինչ-որ կոնկրետ արդյունքի դեռ չեն հասել։ Այս երկու շատ կարևոր գործընթացները Ադրբեջանի համար հնարավորությունների ինչ պատուհան են ստեղծում եւ որ պարագայում ձեր տպավորությամբ Ադրբեջանը կզգա, որ ահա սա է այդ հարմար պահը, որ կարող է ներխուժել Հայաստանի տարածք ու դրա համար որևէ խնդիր իր համար չառաջանա։ Ադրբեջանի համար կարող է մի քանի հարմար պահեր լինեն, ու ամենահարմարը եւ դրա մասին խոսվում է բաց կերպով, եթե տեղի ունենա իրոք Իրանի դեմ ռազմական ինչ-որ գործողություն, հարձակում, ընդ որում այդ հարձակումը տեղի ունենա, ասենց ասեմ, համատեղ ուժերով, հա, որտեղ խոսքը գնում է ոչ միայն ամերիկյան հարվածի մասին, այլ խոսքը գնում է Իսրայելի կողմից հարվածներ հասցնելու կամ Իսրայելի ուղղությամբ, ինչ-որ մի շարք այլ երկրների ներգրավմամբ, այդ պարագայում իրոք ես կարծում եմ Ադրբեջանի համար կարող է մեծ գայթակղություն լինել դիմել նույնպես Իրանի հյուսիսային, հա, սահմանում ինչ-ինչ գործողությունների, այդ թվում նաև իր Բաղզալի Զանգեզուրի Միջանցքը ուժով տիրանալու բանին նպատակին, բայց իրավիճակը այդքան էլ միանշանակ չէ, այսօր մենք կարող ենք խոսել, նայեք դուք մի քանի փաստեր թվարկեցիք, ես կարող եմ նաև մի շարք փաստեր թվարկել, որոնք կարծես թե ռազմական գործողությունների հնարավորությունը այդքան էլ կարևոր չեն դարձնում եւ բավական մեծ հույսեր են ներշնչում, որ խոսքը իրականում գնում է բավականին բարդ, բավականին ստորգետնյա, ստորջրյա խութերով լի մի բանակցային գործընթացի մասին, բայց որի նպատակը միևնույն է մնում է հարցի խաղաղ կարգավորում։ Այս պայմաններում ինչ է մեզ հարկավոր, մեզ հարկավոր է շատ ուշադիր հետևել բոլոր զարգացումներին, ունենալ համապատասխան ծառայություններ ասելով նկատի չունեմ անվտանգության ծառայություն, բայց այնպիսի կառույցներ, որոնք կարող են այդ տեղեկատվությունը ոչ միայն ստանալ, այլ նաև ճիշտ գնահատական տալ եւ այդ դրա հիման վրա ճիշտ եզրակացություններ անել։ Ցավոք սրտի մեր, այսպես ասած, աքիլեսյան գարշապարը կարծես թե հենց ճիշտ եզրակացություններ անելն ու ճիշտ քայլեր անելն է։ Մենք տեսնում ենք, որ մեր արտաքին քաղաքական դաշտում երբեմն կատարվում են բավական տարօրինակ, անհասկանալի քայլեր, հա, որոնք ոչ մի տրամաբանության մեջ չեն տեղավորվում, այլ որքանով ես եմ հասկանում, դրանց շարժառիթը ինչ-որ իրացիոնալ ցանկություններ, գաղափարներ։ Մենք պետք է պատրաստ ենք ցանկացած զարգացման, բայց պատրաստ լինելը դա, կրկնում եմ, դա ոչ միայն ռազմական ուժի, հա, պատրաստ լինելն է, դա նաև հանրության պատրաստ լինելն է, դա նաև քաղաքական համակարգի պատրաստ լինելն է, իսկ այդ առումով ես չեմ կարծում, որ մենք իրոք պատրաստ ենք որևէ լուրջ փորձության։ Եթե պատկերացնենք իրավիճակը վատ սցենարով է զարգանում, Իրանի շուրջ իրավիճակն ավելի է լարվում եւ Ադրբեջանը զգում է, որ կարող է գնալ այդ գործողության եւ իրեն հակազդեցություն չի լինի։
առնվազն այդպիսի հաշվարկ ունենա Ադրբեջանը։ Իրանի եւ Ռուսաստանի կողմից առաջին հերթին այս երկու երկրների կողմից գործնականում ինչ քայլեր կարող են լինել, որտեղ Իրանի կողմից անդադ լինում է հայտարարություն, որ սա կարմիր գիծ է, սա Իրանի անվտանգության հարցն է, բայց մյուս կողմից Իրանը բազմաթիվ խնդիրներ կարող է ունենալ կապված իր դեմ հնարավոր ագրեսիայի պարագայում։ Եվ գումարած նաեւ Ռուսաստանի արձագանքը։ Գիտեք, քանի որ Ռուսաստանում տվեցիք, ռուսերեն մի հայտնի արտահայտություն կա, «Спасение утопающих, дело рук самих утопающих»։ Որևէ մեկը չի պաշտպանելու Հայաստանի փոխարեն իր սուվերեն տարածքը։ Որևէ մեկը չի ուղարկելու իր քաղաքացիներին զոհվել հանուն Հայաստանի, հանուն Հայաստանի սուվերեն տարածքի, դրա փոխարեն որևէ բան չպահանջելով։ Այսինքն այդ հաշվարկները, որ հնարավոր է ինչ-որ մի քաղաքական կոմբինացիա մշակել, որը թույլ կտա մեզ որևէ ջանք չգործադրել, հա, եւ դրա փոխարեն ստանալ ամեն ինչ, դրանք մանկապարտեզի, մանկարդակի դատողություններ են։ Կրկնում եմ, խոսքը գնում է երկրի պատրաստության մասին, խոսքը գնում է պետական համակարգի պատրաստության մասին, իսկ այսպիսի պետական համակարգով, այսպիսի իրավիճակում գտնվող երկրով բավականին դժվար է ակնկալել ինչ-որ օգնություն։ Ադրբեջանի նախագահը երեկ նաև խոսում էր Իսրայելի եւ Թուրքիայի լարված հարաբերությունների մասին, որը հիմա Մերձավոր Արևելքի գլխավոր խնդիրներից մեկն է, որտեղ Սիրիայում արդեն երկու երկրների ազդեցության գոտիները իրար բախվում են եւ նաև տեղեկություն եղավ, որ Ադրբեջանում որոշակի շփումներ կան Թուրքիա եւ իսրայելցի պաշտոնյաների միջեւ, այլ Իսրայելի Ադրբեջանի համար Իսրայելի եւ Թուրքիայի մրցակցության սրացում ինչ է նշանակում, սա մարտահրավեր է։ Այո, սա մարտահրավեր է, որտեղ ինքը բաց խոսում է, Թուրքիան իրենց համար դաշնակից է, նույնիսկ դաշնակցից մի քայլ ավել, Իսրայելն է շատ կարևոր գործընկեր, հենց մոտավորապես այդ խոսքերն էինք ասել է, եւ իրոք եթե թուրք-իսրայելական այս պայմանական դիմակայությունը խորանա, դա ստիպելու է Ադրբեջանին, ասենց ասեմ, որոշակի քայլերի գնալ, կողմնորոշվելու թե ում հետ է։ Իսկ նման խնդիր կդրվի Ադրբեջանի առջև։ Ոչ թե կդրվի, այլ ուղղակի իրադարձությունների զարգացումը դրան կհանգեցնի։ Ընդհանրապես իրադարձությունները այնպես են զարգանում, որ դու ստիպված ես կողմնորոշվել թե ում հետ ես։ Շատ հաճախ որևէ խնդիր քո առջև չեն դնում։ Եվ այդ առումով իրոք դա բավականին մտահոգիչ զարգացում է Ադրբեջանի համար։ Սակայն այն դրա շարունակությունը, երբ որ Իլհամ Ալիևը սկսեց պատմել Ադրբեջանի միջնորդ առաքելության մասին, թե ինչ մեծ դերակատարությունը եւ այլն, դա արդեն ես կարծում եմ մի քիչ ցանկությունների ոլորտից է, որտեղ իրականում թուրք-իսրայելական այդ դիմակայությունը ինքը բոլորովին այլ հարցերի շուրջ է, ինքը ավելի շատ առնչվում է Մերձավոր Արևելյան զարգացումների հետ, այնտեղ ավելի շատ ընդգրկված են մի շարք մեծ պետությունների շահեր, այդ թվում նաև ԱՄՆ-ի, Ռուսաստանի, նույնիսկ Չինաստանի շահերը, եւ այդ առումով Ադրբեջանի միջնորդական առաքելությունը, որի մասին այդքան երկար նայերեք խոսում է, դա մի քիչ չափազանցություն է, ասենք ձևակերպենք։ Շնորհակալություն պարոն Միրզոյան, հետաքրքիր զրույցի համար։ Հիշեցնեմ, որ զրուցակիցս Արցախի նախկին արտգործնախարար արտակարգ եւ լիազոր դեսպան Կարեն Միրզոյանն է, շարունակեք հետևել մեր հարցազրույցներին, կհանդիպենք։